Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, այսօր խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրն է, ապրիլի 2-ը, եւ մեդիա կենտրոնը անցկացնելու է քննարկումների, ասուլիսների եւ բանավեճերի շարք առավոտյան ժամը 11-ից մինչեւ գիշերվա ժամը 24:00-ն, այդ իսկ պատճառով ես խնդրում եմ հորդորում եմ լինել մեդիա կենտրոնի հետ եւ հետեւել մեր քննարկումներին։ Մենք առավոտից մինչև երեկո, այսպես չընդհատվող գրեթե ռեժիմով ձեզ քննարկումների, ասուլիսների եւ ուղիղ միացումների միջոցով փորձելու ենք տեղեկատվություն եւ փորձագիտական կարծիքներ հաղորդել գործընթացի վերաբերյալ։ Մեր առաջին, այսպես քննարկման բանախոսներն են Արմեն Բաղդասարյան, քաղաքագետ, Վիգեն Հակոբյան, քաղաքական տեխնոլոգ, ձեզ հետ քննարկում կվարեմ ես, մեդիա կենտրոնի ծրագրերի համակարգող Արշալույս Մաղդեսյանը։ Շնորհակալ եմ ձեզ, պարոնայք, մեր հավերը ընդունելու եւ ներկա գտնվելու մասին, դե ինչ, այսպես այն մեկ ամսվա գործընթացը, որ շարունակվում էր Հայաստանում, այն կարծես թե հանգեց իր տրամաբանական այսպես հանգրվանին քվեարկության օրը, երբ որ նայում ենք եւ դիտում ենք առավոտվա ժամը 8-ից արդեն բացվել են բոլոր ընտրատեղամասերը, ընթանում է քվեարկություն, թեպետ դիտորդական առաքելությունները որոշակի խախտումների մասին տեղեկատվություն են հաղորդում, թե ընթացակարգային, թե ինչ որ ընթացքում սուբյեկտիվ ֆակտորի, ուրեմն գործոնի ներկայության հետ կապված, ինչ կարող ենք մենք ասել, ինչ դիտարկումներով կարող ենք մենք կիսվել այսօր այս պահին մեր լսարանի հետ։ Խնդրեմ, պարոն Հակոբյան, ձեզանից սկսենք։ Գիտեք, ես կարծում եմ այն ինչի մասին հիմա արդեն ահազանգվում է մամուլում եւ այսինքն սոցիալական ցանցերում հիմա մի քիչ առաջ մենք միջև եթերը արդեն կատակում ենք, ասում եմ երևի 3 չառաջորն էլ արդեն կարող էին գրել այդ նույն բանը, որովհետեւ ասենք դրանք բոլորը կանխատեսվող ընդհանուր առմամբ բաներ են, այսինքն ահազանգվում է ինչ որ տեխնիկական խնդիրների մասին, այսինքն տեխնիկայի հետ ինչ որ որոշ տեղեր անսարքություններ կան, այս նոր համակարգ, այս նոր սարքերի մասին, որոշ տեղեր իհարկե կարծում եմ ինչ որ մեխանիզմներ են կիրառվում, որոնք վերահսկողություն կսահմանեն ընտրակաշառքների ի կատարածելու այդ մեխանիզմի նկատմամբ, նման բաների մասին է հիմնականում առայժմ ինֆորմացիան, ես կարծում եմ ամբողջ օրվա ընթացքում մոտավորապես նույն բնույթի բաներ կլինեն, որովհետև գիտեք, ես կարծում եմ այն նախկին ընտրությունների ժամանակ կիրառված որոշ խախտումները, այնուամենայնիվ հիմա երևի ուժի մեջ չեն լինի, այսինքն խոսքը այդ մասսայական լցոնումների մասին է, տեղամասերում ծեծ ու ջարդերի կամ այն արկղերը գողանալու եւ այլ, այդ նման են մեզ ծանոթ տեխնոլոգիաները, այնուամենայնիվ ես կարծում եմ այս ընտրությունների ժամանակ երևի թե բացառիկ դեպքեր գուցե կարող են լինել, բայց հիմնականում ամեն ինչ արվելու է, հիմնական աշխատանքը կամ արդեն արվել է տեղամասից դուրս կամ ընթացքում է արվելու։ Ես կարծում եմ սա է խնդիրը, ես ճիշտ ասած հատուկ այսօր մինչև մերս հանդիպումը գնացել էի ընտրությունների, որպեսզի այս առաջի անգամ է այս համակարգը եւ այդ թվում նաեւ տեխնիկական այս սարքերի միջոցով այս քայլերը, որ այնտեղ պետք է կատարվի մինչև այդ բանը գցել, քվեաթերթիկը գցել, ճիշտ ասեմ, գոնե Արաբկիրի այն տեղամասում, որտեղ ես էի քվեարկում, այնտեղ, այսպես ասեմ, քայլ առ քայլ բացատրում էին հերթով, ինչ պետք է արվի, ճիշտ ասած, հատուկ ուզում էի ուշադիր լսեիք, արդյոք փորձեն ուղղորդել ինչ-որ ձևի մանավանդ այն պահին, երբ 10 քվեաթերթիկն էին տալիս, ասենք, ինչ պետք է արվի բան, որևէ բան համենայն դեպս գոնե իմ պարագայում նման դեպք չեղավ, գիտեք ինչը ինձ զարմացրեց, որ 9:30-ի դրությամբ ես առանձնապես այդ վստահված անձերի չտեսա կամ դիտորդների, այսինքն տեղամասում կան, ասենք, այդ բաները, հանձնաժողովի անդամները, մեկ-երկու երևի թե վստահված անձ էին, բավականին այսպես ասած խեղճ վիճակում, մի տեսակ ոչ ակտիվ, բայց ես ճիշտ ասած սպասում էի, որ 9 քաղաքական ուժ է մասնակցում, եթե յուրաքանչյուրը նույնիսկ 2 վստահված անձ ունենա, իսկ ամեն դեպքում ինչ տեխնիկական միջոցներ, ինչ տեխնիկական վերահսկման մեխանիզմներ դու դնում ես, ամենակարևորը այնուամենայնիվ մարդն է,
մարդն է, անկաշար մարդ է։ Ամեն դեպքում ըստ պաշտոնական տվյալների գրանցված է մոտ 28000 դիտորդ։ Համաձայն եմ։ Ես դրա համար գուցե սպասում էի, որ տվյալ տեղամասում պետք է լինեն, ասենք, մոտավորապես 30-40 մարդ տարբեր կարգավիճակներում, լրագրողներից սկսած վստահված անձերով եւ դիտորդներով ավարտվում, բայց գոնե այդ պահի դրությամբ փաստորեն ես դա չտեսա, դա երևի թե միակ զարմանալի բանն էր, որ այդ վերահսկման ամենակարևոր մեխանիզմը կարծես թե տվյալ պահին բացակայում էր։ Շնորհակալություն, պարոն Բալասարյան, խնդրեմ ձեր դիտարկումները եւ հատկապես պարոն Հակոբյանի ասացի մասով, որ այն ինչ պետք է արվեր, կարծես թե մինչև հիմա արվել է ընտրությունների, կարծես թե ուրեմն բանի հետ կապված, հա, ուրեմն կանխորոշման արդյունքների կանխորոշման հետ կապված։ Արդյոք այն աշխատանքը, որ տարվել է այն ստարտային ոչ հավասար կարելի ասել պայմանները, որոնցում թե վարչական ռեսուրսի կիրառման, թե, չգիտեմ, տարբեր ձևերով ընտրողների ձայների ներգրավման առումով մենք կարող ենք խոսել, որ այսօր տեղի է ունենում Հայաստանում այսպես հավասար պայմաններում արդար եւ տրանսպարենտ քվեարկություն։ Խնդրեմ։ Նախարարության համար խոսքը Միացվել է։ Նախ ես դեռ չեմ հասցրել ընտրել այսօր այստեղից պիտի գնամ, ասեմ, որ համաձայն եմ, որ արտաքինից այս անգամ ընտրությունները ավելի մեղմ կլինեն, ամենադեպս ընտրատեղամասերում, այդ ձեթուջարդ բաները շատ քիչ կլինեն, հիմնական աշխատանք, ինչ որ պիտի արվել, եթե դա կարելի աշխատանք անվանել, արվել է դրսում, արդեն արվել է, հիմա էլ արվում է տեղամասերից դուրս, ես նույնիսկ այսպես ասեմ, մի փոքրիկ exit poll եմ արել, տարբեր մարդկանց հետ միջև էստեղ գալ, անծանոթ մարդկանց հետ, ծանոթ մարդկանց հետ հանդիպել եմ, 10-ից 8-ը մոտավորապես այսպես ասեմ, 10-ից 7-8-ը կատակում էին, ասում էին, որ մենք ընտրել ենք Ավետիք Իսահակյանին, որտեղ դասահարդարանության վրա Ավետիք Իսահակյանի պատկերն է։ Իսկապես այդպես էր, այո, ասում էին, որովհետև որևէ հույս չունենք, այսինքն դա այնպիսի փաստ է, որ գուցե ճիշտ չէին ասում, գուցե կատակում էին, ամենատեպս այդպես էին ասում։ Հիմա քարոզարշավի այդ անհավասար պայմանների մասին էի հարցնում։ Քարոզչական առումով ոնց որ թե պայմանները նորմալ էին, հավասար էին։ Հավասար չէին վարչական ռեսուրսը, տեսանք այդ ուսուցիչների, մանկապարտեզների տնօրեններ եւ այլն, այո, դա անպայման ազդելու է ընտրությունների արդյունքների վրա։ Բայց ես այստեղ ուզում եմ մի կարևոր բան իմ կարծիքով առանձնացնել։ Տեսեք, ընտրությունների արդյունքները արդեն իսկ չեն արտացոլելու քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը։ Բացատրեմ ինչու։ Տեսեք, այնպիսի ընտրական օրենսգիրք է գրված, այնպիսի մեխանիզմ է դրված արդեն իսկ, որ բնակչության 1/3-ի աջակցությունը վայելող կուսակցությունը ունենալու է բացարձակ մեծամասնություն։ Բոլոր հարցումներով նույնիսկ ուռճացված, նույնիսկ եղջը, ՀՀԿ-ն ունի 30% եւ մեծ է հավանականությունը, որ այդ 30% ունեցող ուժը վաղը կարդանա կտեսնենք, որ ունի մեծամասնություն։ Չնայած ունի 30%, որտեղ այնտեղ դեռ են բոնուսներ, այո, հա, եթե հանկարծ չկազմեն։ Ես ասում եմ, կարելի է 1000 պատճառաբանություն բերել ներկայացնել։ Փաստը մնում է փաստ, որ կուսակցությունը, որը որպես կուսակցություն ունի առավելագույնը 30%, այդ կուսակցությունը նույնիսկ արդար թե անարդար ընտրությունների արդյունքում լինելու է մեծամասնություն։ Այսինքն, անկախ նրանից թե ընտրակաշառներ կբաժանվեն, չբաժանվի, թե ծուճակ կլինի, թե չլինի, եթե անգամ չլինի, մեխանիզմը այնպիսին է, որ, այսինքն կեղծիքը, պոտենցիալ կեղծիքը, լուրջ կեղծիքը դրված է ընտրական օրենսգրքի հիմքում։ Մնացած արտաքին դրսևորումներ են, կաշառ կբաժանեն, չեն կբաժանեն։ Բայց չէ՞ որ նաև այնպես է, որ եթե որևէ ուժ 50+1 այսպես չի ստանում սկզբից, հա, իրենք պետք է փորձեն ձևավորել որակյալ մեծամասնություն, հա, բանակցությունների միջոցով։ Եթե դրան չեն հասնում, ապա անցկացվում է երկրորդ փուլի միջոցով արդեն նաև միանում է, կարելի ասել, ինչ-որ չափով բոնուսների համակարգը, մեծանում է նաև պարլամենտում պատգամավորների թիվը եւ դրա արդյունքում նոր ստացվում է այդ մեծամասնություն կամ փոքրամասնության տարբերակը։ Նույն բանն եմ ասում, ես դա եմ ասում։ Գրված է այդպիսի օրենսգիրք, որ ոնց էլ անեն հնարավոր բոլոր ձևերով մի ուժին բերեն տան նրան կայուն մեծամասնություն։
հասկանում եք, օրենսգիրքը գրված է կոնկրետ ուժի վրայով, կոնկրետ ուժի համար։ Այսպես ասած, խնդրեմ, պարոն Հակոբյան, այո։ Մի հատ նորից եղմեք։ Ինչու չի միանում։ Խնդիրը նրանում է, որ ոչ միայն այդ օրենսգիրքն է իր մեջ արդեն պարունակում այդ մանիպուլյացիան, այսինքն առաջի հայացքից թվում է, թե ընտրությունները զուտ քաղաքական են, մանավանդ խորհրդարանական համակարգի պարագայում դա կուսակցությունների միջև պայքար է, բայց ներդնելով այնտեղ այդ ռեյտինգային համակարգը, այսինքն մարդկանց, այսպես ասեմ, օրենքի շրջանակներում ընտրության առջև են կանգնացնում, այսինքն դու կոնկրետ ուզում ես մարդուն ընտրես, կոնկրետ տեղացի այդ տեղի քո, այսպես ասեմ, պատգամավորի տեխնատուին ընտրես, թե քաղաքական իդեալոգիա։ Ի սկզբանե ճիշտ ասած հասկանալի դարձավ, որ այս ընտրություններում քաղաքական պայքարի բաղադրիչ է, գաղափարախոսությունը դա բացարձակապես երկրորդ, երրորդ, 16-րդ, 15-րդ տեղում է եւ ավելի շատ լինելու է անձերի միջև։ Ընտրությունը, մարդիկ ընտրությունը իրականացնում են անձերի միջև։ Դա մենք հիմա այսպես ասենք կարող ենք գեղեցիկ ասել անձերի միջև, բայց բոլորս հասկանում ենք, որ այդ անձերը, այդ ընտրողների հետ աշխատում են կոնկրետ մեխանիզմներով, չէ՞։ Կլինի դա վարչական ռեսուրսի օգտագործում, թե ընտրակաշառքի բան, դա արդեն ընտրության հարց է, ասենք կոնկրետ մարդկանց հետ կոնկրետ ձևի աշխատում են։ Ես կարծում եմ, որ գլխավոր խնդիրը նաև այն է, որ մարդիկ ընտրողները այս ընտրություններին չեն վերաբերվում որպես քաղաքական միջոցառման, այսինքն չեն ընտրում քաղաքական կուսակցություններին, այլ ընտրում են կոնկրետ մարդուն։ Սկսած, տեսեք, այս ընտրությունների արդյունքների վրա հիմնականում երկու հիմնական գործոն է ազդել։ Մեկը վարչապետի տեխնատուների անձը, այսինքն մրցակցությունը իրականացում է վարչապետի տեխնատուների միջև, ես կարծում եմ, եւ այդ ռեյտինգային կոնկրետ տեխնատուները, ինչ ազդեցություն են թողնելու։ Այսինքն դա այդ երկու գործոնների հիմնականում գումարելին է լինելու։ Մարդիկ չեն ընտրելու ազատական է, սոցիալիստ է, կոմունիստ է կամ ընտրում են շատ կոնկրետ մարդկանց։ Թե ինչ մեխանիզմով են ընտրում, ինչն է իրեն շահագրգռում, դա արդեն այլ հարց է։ Իսկապես, երբ որ մենք քարոզարշավը նաև դիտում էինք, վարչապետի անձերը, կոնկրետ հայ երկու ուրեմն ֆավորիտ այսպես հայտարարված կուսակցությունների անունները չտանք, որովհետև այսօր ուրեմն եւս լրության ուր է կարելի է համարել, հենց այդ անձերի ռեյտինգներն էր առաջ մղվում, հա, եւ տեղերում կոնկրետ ուրեմն ռեյտինգային տեխնատուների ռեյտինգներ, ուրեմն էլի վարկանիշները եւ կուսակցական, գաղափարախոսական, չգիտեմ, ծրագրային պայքարի մասին բոլոր հայտարարությունները կարծես խլացվում էին այդ մարդկանց հայտարարությունների տակ։ Այս առումով կարծես թե եթե առաջ կար այսպես մեծամասնական համակարգ եւ մարդիկ ընտրության հնարավորություն ունեին, մեծամասնականում ընտրեն, կուսակցությունին ում ընտրեն, այսինքն 50%-ով կարելի ասել կար քաղաքական բաղադրիչ ինչ որ առումով։ Այս անգամ կարելի ասել ամբողջությամբ վերացված է այդ քաղաքական բաղադրիչը, պարոն Բաղդասարյան։ Այո, կարելի ասել ամբողջությամբ վերացված է, որովհետև իսկապես մարդիկ ընտրում են կոնկրետ անձին, անկախ նրա քաղաքական հայացքներից։ Ընտրում են հետևած սկզբունքով, ով մեզ լավ կնայի։ Չգիտեմ, ով լավ կբարեկարգի բակեր, ով ասֆալտ կանի եւ այլն, հաճախ առանց գիտակցելու, որ ազգային ժողովի պատգամավորը բոլորովին այլ գործառույթներ ունի եւ նրա հիմնական աշխատանքը օրենսդրական գործունեությունն է։ Ինչ վերաբերում է նրան, թե հանուն ինչի են ընտրում, հանուն փողի, հանուն ինչ-որ խոսքի, ես օրինակ համարում եմ, որ դա նույնպես ընտրություն է։ Վատ ընտրում, բայց դա նույնպես ընտրություն է, քաղաքացին ինքն է ընտրում, գնա Ավետիք Իսահակյանին ընտրի, հա փողվեցնի, թե գնա իր քաղաքական համոզմունքներով ընտրի։ Նա ընտրություն է կատարում։ Նա ընտրում է փողը, հաճախ ընտրում է փողը, եւ եթե փողը ընտրողները մեծամասնություն են լինում, արդյունքում ունենում եք այն, ինչ ունենում եք սովորաբար։ Այստեղից հարց ցակեցի մոտ այդ
Կաշառքով ընտրությունը մեծ հաշվով եւ եթե մի քիչ ցինիկաբար մոտենանք 4 հաշվարկների ելնելով եւս ընտրություն է, հա, այն իմաստով որ մարդը իհարկե շատ վատ բան են գուցե հիմա ասում, զուտ, չգիտեմ, օրենքի տեսանկյունից գուցե բան, բայց մարդը էլի ընտրություն է կատարում, իրեն առաջարկում են փող եւ գնալ համապատասխան այսպես գալշկան դնել կամ խղճի մտով ընտրություն կատարել։ Սա ինչի հետևանք է, քաղաքական համակարգի նկատմամբ տոտալ անվստահության հետևանք է, որ այսպես են մարդկանց մոտիվացնում գնալ ընտրատեղամասեր։ Եվ երկրորդը, արդյոք այս տիպի ընտրություն կատարող մարդը, հա, քաղաքացին կարող է ակնկալել, որ ինքը լավ է ապրելու, ինքը ավելի, չգիտեմ, իր պահանջները, այսպես մյուս կողմից ասած, որ մենք ուզում ենք լավ երկիր, արդար երկիր եւ այլ, դրանք հնարավորություն ունի կյանքի կոչել, պարոն Հակոբյան։ Իհարկե այս ամենում այն ինչի մասին դուք խոսեցիք, ասենք դրդապատճառների մասին, ճշմարտություն կա այն առումով, որ մարդիկ բնականաբար հավատ չունեն այսպես քաղաքական համակարգի նկատմամբ, այսինքն որևէ հավատ չունեն, որ իրենց ընտրությունից որևէ բան գլոբալ առումով փոխվում է, եւ եթե մենք տեսանք, որ համենայն դեպս որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հիմնականում հենց դրան էին, դա էին ասում, որ պետք է հավատալ նոր փոփոխությունների եւ այլն, այսինքն փորձում են այլ մոտիվացիոն ինչ-որ բաներ, էլեմենտներ մտցնեին, բայց ես մի քիչ ավելի գլոբալ կասեի, ամենից մեծ խնդիրը ես կարծում եմ այնուամենայնիվ նրանում է, որ մեր հասարակության մեջ կոռուպցիան, իսկ ընտրակաշառքը դա սովորական կոռուպցիայի դեպք է, ընդ որում փոքր մանր կոռուպցիայի դեպք է, ես նույնիսկ ասեմ, որ մանր կոռուպցիա ոչ թե գլոբալ առումով, այլ ամեն անհատ մասնակցելով այդ կոռուպցիոն գործարքին, ինչպես պարոն Բաղդասարյանն ասաց, ընդհանրապես Ավետիք Իսահակյանով, այսպես ասեմ, վաճառվում է, որով իր ձայնն է վաճառում, այսինքն այստեղ խնդիրը նրանում է, որ մեր հասարակության մեջ կոռուպցիա հասկացողությունը դա աղետ չէ, դա կատաստրոֆա չէ, դա սովորական երևույթ է եւ մարդիկ շատ դեպքերում, որոնք բողոքում են կոռուպցիայից, իրենք, ասենք, չեն ուզում մասնակից լինել անտիկոռուպցիոն գործընթացներին։ Մենք հիմա շատ դեպք ունենք, որ մարդիկ կաշառք են վերցնում եւ հայտարարում են, որ իրենց փորձեցին կաշառել, ընտրակաշառքի մասին է խոսքը։ Շատ դժվար է ընտրակաշառքի դեմ շատ կոնկրետ հայլեր անել, երբ չկա սուբյեկտը, որը որ այսպես ասեմ, գալիս է բողոքում է, ասում է ինձ ընտրակաշառք տվեցին, այս վերցրեցի, ընտրակաշառք տվեցին, այսինքն բոլորը հասարակության մի մեծ զանգված, իմ գնահատականով դա մոտավորապես 30-ից 35% է, մասնակցում է այդ կոռուպցիոն գործարքների մեջ եւ շատ նորմալ է դա համարում։ Խնդիրը դրանում է։ Հիմա մենք կարող ենք այսպես ասած ոնց որ ռուսներն են ասում, բավականին շատ ատմասկեք լսենք, թե ինչու է այսպես եղավ, չենք հավատում սրան, չենք հավատում քաղաքական համակարգին, չենք հավատում, որ որևէ մի բան կփոխվի թե չէ, բայց փաստը մնում է փաստ, որ մարդկանց համար շատ սովորական է դարձել ընտրակաշառք վերցնելը եւ նույնիսկ կատակ էին անում, չէ՞, ոնց որ են գովազդում, տոներն են մոտենում։ Գիտեք, շատ ռեյտինգային տեխնատուներ, մի քանի հոգու հետ ես հանդիպել եմ, որոնք ասում էին, մարդիկ իրենք են սկսել մոտենալ ու ասել, երբ եք մեզ տալու գումարը։ Եթե նույնիսկ նման ծրագրեր այդ ռեյտինգային տեխնատուները չունեին, ասենք գուցե իրանց մոտ արդեն ամեն ինչ հաշվարկված է, նորմալ է, բայց մարդիկ գալիս են, պահանջում են։ Սա ամենամեծ խնդիրներից մեկն է, այսինքն սա կոռուպցիոն հասարակության մի մասը կոռուպցիոն բանի մեջ է ապրում, հարաբերությունների մեջ է ապրում։ Այսօր 10,000 դրամ են տալիս, դա նորմալ է, վաղը 20,000 կտան, ավելի լավ է, եւ այլն։ Ես կարծում եմ, եթե նույնիսկ 5,000 տան որոշ դեպքերում դա ինչ-որ բան փոխելու խնդիր է։ Սա է խնդիրը։ Այսինքն պետք չի, ես դեմ եմ, որ մենք միայն մի կողմն ենք տեսնում, այսինքն շատ ճիշտ ենք անում, դատապարտում ենք, ասում ենք պետք է պատժել այդ ընտրակաշառք տվողներին, բայց մենք տեսնում ենք, թե քաղաքացին, որը քաղաքացիական ընդվզում է անում նույն կոռուպցիայի դեմ։ Կաշառք վերցնում են, հետո մյուս օրը, ասենք, գնում են ազատության հրապարակ, այսպես ասած, պայքարում են բանի դեմ, անարդարության դեմ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ պարոն Բաղդասարյան, նույն հարցի վերաբերյալ, բայց նաև ուզում եմ այսպես այս մյուս կողմից էլ գալ այդ հարցին։ Մյուս կողմից էլ մենք շատ ենք լսում
թե իշխանություններից, թե ժամանակին իշխանություն եղած կուսակցություններից, այսպես որ մենք որ գանք, չգիտեմ, առաջընթաց, հա, այսպես պետք է ապահովենք տնտեսական աճ, որ մարդիկ աղքատությունից դուրս գան եւ այլ եւ այլ։ Բայց երբ որ նայում ենք թե իշխանական, թե ժամանակի իշխանության եղած կուսակցությունների մեջ, որոնք որ ռեսուրսների են տիրապետում, նույն այս չքավորությունը, 30-ից 40% աղքատությունը, գործազրկությունը, ցածր աշխատավարձները, աշխատանքը կորցնելու վախը այդ ամեն ինչի ֆոնին բավականին մեծ ռեսուրս է իրենց համար, ընտրազանգվածի ռեսուրս է, հա, որովհետև մարդուն երբ որ վախեցնում են կորցնես աշխատանքը, գնում քվեարկում է համապատասխան ընտրական վարք է դրսևորվում։ Նույն մարդուն երբ որ փող են տալիս եւ իր գիտակցությունը զուտ բանից եկած, հա, այսպես իջացրած է, չգիտեմ, շատ ներքև, շատ ցածր, ելի գնում համապատասխան վարք է դրսևորում։ Եթե դա իրենց ռեսուրսն է եւ դա վերարտադրման կամ խորհրդարան մտնելու շատ մեծ ռեսուրս է իրենց համար, ապա ինչու պետք է իշխանությունը ապրիորի ցանկանա, որ այդ մարդկանց բարեկեցությունը բարձրանա, որովհետեւ հենց մարդու բարեկեցությունը բարձրացավ եւ ինքը ֆինանսապես անկախ եղավ, կդրսևորի այն վարքը, որը որ պիտի դրսևորի ըստ իր ցանկության, որը որ շատ հաճախ նույն այդ կուսակցությունների ցանկության հետ կարող է չհամընկնել։ Խնդրեմ։ Ուրեմն նախ այդ կոռուպցիայի մասին միկրոկոռուպցիա ոնց որ ասեցիք, հասարակության տեսանկյունից այլ միկրոկոռուպցիա է, իշխանությունների տեսանկյունից մակրոկոռուպցիա է, որովհետև Հայաստանի տնտեսության որոշ գնահատականներ մինչև 40% ստվերում է, դա կազմում է մոտ 4 միլիարդ դոլար, այսինքն հսկայից թվերային տնտեսության տնօրինելու իրավունքն է, որ հսկայական թիվ է։ Այսինքն սա իսկապես կոռուպցիոն դրսևորում է, հետո որ ասում եք հասարակության վստահությունը քաղաքական համակարգի նկատմամբ զրոյական է, այո, բայց միայն քաղաքական համակարգի նկատմամբ չի զրոյական։ Զրոյական է ամեն ինչի նկատմամբ, հասարակությունը ոչ մի բանի չի հավատում։ Հարցրեք փողոցում որևէ մեկին, նա հավատում է, ասենք, որ բուհական ընդունության քննությունները արդար են։ Կամ հավատում է, որ բանակում ծառայելու ժամանակ այդ վիճակահանությունը արդար է, էլի չեն հավատում։ Այսինքն հասարակությունը որևէ իշխանությունների կողմից կազմակերպված որևէ միջոցառման չի հավատում։ Սա գլոբալ անվստահություն է իշխանությունների նկատմամբ, ոչ միայն քաղաքական։ Հիմա ինչ վերաբերում է նրան, որ այո, իշխանությունների ձեռնտու է աղքատության բարձր մակարդակ, որովհետև աղքատ մարդը սոցիալապես չպաշտպանված մարդը, այո, նա անպաշտպան է, նա հեշտ մանիպուլյացիաների է ենթարկվում եւ կանխատեսելի վարք է դրսևորում։ Այո, այդպես է։ Հիմա իշխանությունները դիտմամբ են հասարակության ժողովրդին աղքատ մարդը, ոչ, չեմ կարծում, թե դիտմամբ են։ Բայց ստեղծվել է մի իրավիճակ, որը հենց այո, ստեղծվել է մի իրավիճակ, որը նրանց ձեռնտու է։ Բայց հիմա տեսեք, բոլոր կուսակցությունները ինչ որ բաներ են խոստանում։ Քաղաքական բոլոր ուժերը դրախտ են խոստանում։ Ձևը, որը մեկը առանձնապես չի ասում, չի էլ կարող անել։ Չի էլ կարող անել, որովհետև կոռուպցիայի դեմ մենք պայքարեցինք, ստվերը կրճատեցինք, կիսով չափ, հա, պետական ծախսերը կրճատեցինք եւ այլն լավագույն դեպքերից դա արեցինք։ Ենթադրենք թոշակները կկրկնապատկվեն։ Ենթադրենք 45000 դրամ էր կդառնա 90000։ Եվ ինչ արմատական փոփոխություն կլինի, չի լինի։ Ինչ որ փոփոխություն կլինի արմատականը չի լինի։ Արմատական խնդիրները բոլորովին այլ տեղ են։ Աշխարհաքաղաքական զարգացում, Հայաստանի Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, տարածաշրջանային ինտեգրացիա, դրանք են արմատական խնդիրները։ Որտեղ առանց դրանց լուծման սոցիալական խնդիրներ, մյուս խնդիրները կլուծվեն, կբարելավեն միայն քիչ փոքր չափով։ Իսկ այդ խնդիրների մասին աշխարհաքաղաքական Ղարաբաղյան հակամարտության մասին տարածաշրջան որևէ մեկը չխոսեց, գերադասեցին չխոսեց։ Ну, հակը փորձեց լուրջ բանավեճ ձևավորել, առաջացնել չստացվեց։ Իսկ անկեղծ ասենք, լուրջ բանավեճ չեղավ, բոլոր կողմերից ինչ որ հարձակվեցին, ինչ որ բաներ ասեցին, հա։ Էլի լուրջ թեմատիկ քննարկում չեղավ։ Այսինքն չստացվեց բանավեճը, ինչպես եւ սովորաբար չի ստացվում, որտեղ հարմար թեմա չի նախընտրական շրջանի համար։ Պոպուլիզմով խոսելը դժվար է այդ թեմաները։ Խնդրեմ, պարոն Հակոբյան, ինչ որ բան ուզում եք ավելացնել։ Ես ասեի, քանի որ պարոն Բաղդասարյանն ասաց 45-ից 90 որ դառնա, գիտեք, խնդիրը նրանում է, որ եթե կոռուպցիոն հասարակության մի մասը կոռուպցիոն հասարակություն է ներկայացնում, ապա ուղղակի եթե նույնիսկ սոցիալական իրավիճակը մի փոքր լավանա, ուղղակի ընտրակաշառքի գինն է բարձրանում։
Այսինքն արդեն $20, ասենք, թե չեն համաձայնվում ձայնը վաճառել, ասենք 10,000 Ինֆլյացիա դրամով, կլինի։ հա, այլ ասենք 40,000-ով են կամ $100-ով։ Օրինակ եմ ասում, ես ուղղակի ուզում ասեմ, եթե դա նորմալ երևույթ է համարվում, այդ ընտրակաշառք վերցնելը, ուղղակիորեն ասենք հեռուստատեսությամբ կամ ինտերնետում խոսել դրա մասին, մենք տեսել ենք, չէ՞, նման դրսևորումներ մանավանդ մարզերում, որ ասում էին, եթե դա չբերեն մեզ չտան, ասենք, այդ ընտրակաշառքը մենք չենք գնալու, այսինքն ուղղակիորեն դա ասվում է, դա այսպես ասեմ, ամոթ չէ դրա մասին խոսել, այսինքն դա հասարակական ինչ որ բանի հասարակության մեջ նորմալ է ընկալվում։ Հիմա այդ մարդու աշխատը, եթե ինքը սովորել է դրան, որ այդպես էլ պետք է լինի ընտրություններում եւ ընդհանրապես կենցաղում էլ այդպես պետք է լինի, այսօր 10,000 է ասում, ահա ասում է, գիտես ինչ, ինձ համար հիմա 10,000-ը արդեն փող չի, ես թոշակս այսպես ասած 45 չեմ ստանում, 1000, այ 75 եմ ստանում, գոնե մի քիչ ավելացրա։ Այսինքն այստեղ փոխվում է զուտ այդ նոմինալը։ Մի այլ թղթադրամա դառնում, Ավետիք Իսահակյան չի, ուրիշ բան է դառնում։ Կներեք ես նախադասությունն ավելացնեմ, ի վերջո գիտենք կան Հայաստանից շատ ավելի վատ վիճակում գտնվող երկրներ Աֆրիկայում, որտեղ ընտրակաշառք ընդհանրապես չկա։ Կան նաև այդպիսի երկրներ, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի ընտրակաշառք բաժանել, որևէ մեկի մտքով չի անցնի ընտրակաշառք վերցնել։ Այսինքն այնպես չի, որ դա միայն սոցիալական խնդիր է։ Այնպես չի, որ միայն եւ ես գիտեք Այդ որ երկրների մասն Աֆրիկան այդպես բազմաթիվ երկրներ կա, որտեղ ուղղակի ընտրակաշառքություն չունի։ Երևի այնտեղ դիկտատուրա է կոնկրետ հաստատված, եւ կամ այնպես ինչպես ասում եւ կամ մյուս կողմը։ Ես բազմաթիվ մարդիկ եմ ճանաչում սոցիալապես շատ ապահովված, ովքեր ընտրակաշառք վերցնում են։ Շատ ապահովված։ Այսինքն ստե մի քիչ մենտալիտետային արդեն բաներ է, փոփոխություններ են սկսում, որը ամենավտանգավորն է։ Այսքան ժամանակ։ Եղավ, շնորհակալ եմ եւ վերջին այսպես հարցը եւ նաեւ ուրեմն հնչեցնեմ ես դա, անկախ դիտորդն է այս բանին հաղորդում, որ ուրեմն ընտրատեղամասերը բացվելու ժամանակ եղել են դեպքեր, որ 10% տեղերում ուրեմն տեղական ընտրական հանձնաժողովի նախագահը չի տիրապետել իրավիճակին, ուրեմն տեսախցիկը կարծես թե այնպես է տեղադրված եղել, որ գաղտնիության հետ կապված խնդիրներ է առաջացրել 5%-ում, քվեախցիկի հետևի պատը տեղամասերի 25%-ում չկա, այսինքն այնպես է դրված, որ պատի մոտ չի, հա, մեջքով չես կանգնում պատին, ուրեմն քվեաթերթիկները չեն եղել 20%-ում, հենց բացման ժամանակ ուշացումով է բացվել տեղամասերի 10%-ը, սրանք զուտ կազմակերպչական խնդիրներ են կարծում եք, որ այդ պահին չեն հասցրել, չեն իրականացրել, սխալ են արել եւ այլ, թե ինչ որ միտումներ են նկատվում այս ամեն ինչի մեջ։ Ես կարծում եմ, որ հիմնականում գոնե այն խախտումները, որի մասին դուք նշեցիք, ես կարծում եմ հիմնականում դա իհարկե ավելի շուտ կազմակերպչական է, ասենք տեղական, ասենք բաները, անկազմակերպվածության կամ չիմանալու խնդիր կարող է լինել, որ ասենք հետևը պատ պետք է լինի եւ այլը, հա, բայց կարող են լինել նաև այսպես ասեմ մանր ժուլիկություններ, որ ասենք փորձեն ինչ որ մի բան փախցնեն, այսպես ասեմ, բայց նորից եմ կրկնում, ես չեմ կարծում, որ դրանք զգալիորեն ինչ որ ազդելու են արդյունքի վրա, որովհետև հիմնականում ինչ արվում է, տեղամասից դուրս է արվում, կամ արվել է արդեն, կամ արվելու է, չգիտեմ, ես կարծում եմ այդ մեխանիզմն է հիմա այնուամենայնիվ կիրառվում ավելի շատ։ Ես էլ ասեմ, ուրեմն նախ ես վստահ եմ, որ օրվա վերջում եւ վաղը օրվա ընթացքում ամենաշատը խոսվելու է տեխնիկական խափանումների մասին, դա է համարվել, իսկ դա դիտմամբ է արվում, թե անկազմակերպված է շատ հստակ կերեւ, որտեղ վստահ եմ վերլուծություններ կարվեն եւ ասենք կերեւ է թե այն տեղամասերում, որտեղ տեսա խցիկների հետ խնդրեմ է եղել կամ համակարգչային, այդ ինչ որ խնդիրներ են եղել, այդտեղ ֆավորիտ կուսակցությունների ձայները մյուսների համեմատ ինչքանով են ավել այն տեղերի համեմատ, որտեղ ոչ մի խափանում չի եղել։ Այդ վիճակագրությունը կլինի շատ հստակ կերեւ արդեն, դա միտումնավոր էր արվել թե ոչ։ Շնորհակալ եմ, ինչ որ բան եք ցանկանում ավելացնել, խնդրեմ։ Ուղղակի ամեն դեպքում գիտեք, նորից եմ ասում, անկախ նրանից տեխնիկական ինչ միջոց կա, ինչ չկա, եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ մարդ ունենա այնտեղ, վստահված անձեր, չգիտեմ, եթե պատրաստված են եւ այլը չեն կաշառվում ընթացքում,
այսինքն չեն գնվում ուղղակիորեն, գիտենք մենք, չէ, որ նման փորձեր անպայման լինելու են այդ մարդկանց, այդ վստահված անձերին, չգիտեմ, հանձնաժողովի անդամներին, ինչ որ ձևի կաշառեն եւ այլն։ Եթե այդ մարդիկ կան, այնուամենայնիվ շատ դժվար է լինելու դա։ Սովորաբար հիմա մենք ասում ենք կամերան, ասենք չաշխատի, ես ինչքան գիտեմ, ինչ որ որոշ տոկոս կա տեղեր, որտեղ ասենք այդ տեխնիկական միջոցները անհասանելի են եղել, որովհետև ասենք ինտերնետը այնտեղ հասանելի չի երկրի տարածքում օբյեկտիվ պատճառ է։ Բայց դու եթե մարդ ունենաս այնտեղ, ես կարծում եմ շատ ավելի բարդ կլինի ինչ որ անոմալ թվեր նկարել, ցույց տալ ամբողջ հանրապետությունում ասենք այս կուսակցությունները ասենք ունեն մոտավորապես միջինում նման այսպիսի տոկոս, հանկարծ չգիտեմ ինչ թռիչ լինի, մենտալիտետային տարբերություն լինի երկու բնակավայրերի միջև Հայաստանի, ես կարծում եմ այնուամենայնիվ գլխավոր խնդիրը ոչ բոլոր քաղաքական ուժերը ունեն վստահելի մարդկանց, որոնք կարող են դոշով պահել մինչև վերջ այսպես ասած կոնկրետ թվերը, կոնկրետ այդ ձայները որ կլինեն։ Շնորհակալ եմ։ Չորվան եք ցանկանում ավելացնել, պարոն Բաղդասարյան։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ ամենայն հավանականությամբ այդպիսի թռիչքներ կլինեն մենտալիտետային կողքի բնակավայրերի միջև, եթե ինչ որտեղ այդպիսի խափանումներ լինեն, մենք դրանում կհամոզվենք, ես կարծում եմ։ Շնորհակալ եմ ձեզ քննարկմանը մասնակցելու համար, հարգելի գործընկերներ, մեդիակենտրոնում տեղի ունեցավ քննարկում քվեարկության օրվան եւ ընտրական գործընթացին նվիրված Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, որին հետևում է մեդիակենտրոնը, մեր բանախոսներն էին ուրեմն Արմեն Բաղդասարյանը քաղաքագետ եւ Վիգեն Հակոբյանը քաղաքական տեխնոլոգ, հետևեք մեզ հարգելի գործընկերներ, մեդիակենտրոնը շարունակում է քննարկումներ եւ ժամը 12:00 մեդիակենտրոնում կլինի եւս մեկ հաջորդ ուրեմն հերթական քննարկումը, որի բանախոսներն են Կարեն Քոչարյանը, քաղաքական տեխնոլոգ եւ Զարա Հովհաննիսյանը, իրավապաշտպան։ Շնորհակալ եմ ձեզ, մինչ նոր հանդիպում։